Ողջունում եմ դպրոցականներին, հարգանքներս, սիրելի հայրենակիցներ, այսօր մեկ այլ ելույթ էի պատրաստել, բայց հայտնի հանգամանքներով պայմանավորված ստիպված եմ անդրադառնալ երեկվա Սարիկի ելույթին։ Ուրեմն նախկին հանրապետական, այնուհետև լուսավոր Հայաստան կուսակցությունով պատգամավոր դարձած, հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է, որ այլևս Գյումրի քաղաք այցելելու իրավունք պետք է ունենան միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամատոմս ունեցող մարդիկ։ Երեք ուրեմն իր հարցազրույցում անդրադառնալով ինձ, ուրեմն հետևյալ աշխարհացունց միտքն է արտահայտում, որ ինչ գործ ունի Գառնիկը Գյումրիում։ Ու դաշնակցական Գառնիկը Գյումրիում։ Ուրեմն այդ նույն օրը, որը որ ես Գյումրիում էի, պատիվ ունեի Սրբազան պայքարի շրջանակներում այցելել Գյումրի, այդ օրը մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները ընտրաշավ էին անցկացնում այդտեղ եւ տարբեր խմբերով, ուրեմն այնտեղ որտեղ որ մենք գտնվում էին, այդտեղ գալիս էին եւ ուրեմն 3 անգամ այդտեղ հայտնվելուց հետո այվ եթե հիշողությունս չի դավաճանում, քաղաքացիական պայմանագրի պատգամավորները ինձ տեսել են այդտեղ եւ իմ վարքագիծն են տեսել այդտեղ։ Ուրեմն արցախցիների հանդեպ ատելության քարոզելուց, հանրությունը պարակտելուց հետո հիմա էլ անցել են գյումրեցի ոչ գյումրեցի բաժանմանը։ Այդ դեպքում Արարատի մարզի թորնիկը, որը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի գործով, ինչ գործ ունի Գյումրիում, ինչ գործ ունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները, անդամները Գյումրիում։ Մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ վերջինս Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն էր, մշտապես ճամարտակում է, թե ուսանողները պետք է զերծ մնան քաղաքական պրոցեսների ներգրավումից, իսկ ներկայումս ձևակերպել է որպես ուրեմն հայցորդ։ Իր մատուցած ծառայությունների համաձայն նաև կստանա գիտական կոչում։ Ուրեմն այսքան վատ իրավիճակում ենք հայտնվել, որ պատգամավորներ, ավականիներ, վարչական ռեսուրսի օգտագործումը համարում եք նորմալ երևույթ։ Սարիկը ուրեմն 3 շատ սենց խոսում էր իրանցում տեղի ունեցած իրադարձություններից եւ հայտնում էր, որ իրանցում տեղի ունեցածը, ուրեմն իմ մասնակցության մասին իրանցում տեղի ունեցածի, մոռանալով, որ հայնահանձնման գործընթացին իմ ակտիվ մասնակցությունը եւ այն մարդկանց մասնակցությունը, որ եղել է այդ պրոցեսներին, դա միայն այդ մասնակիցներին պատիվ են բերում։ Շնորհակալություն։ Եվ ոչ մեկ վերջացնեմ, եւ ոչ մեկ թող չհամարձակվի, որոշում կայացնի, թե ով Գյումրի մտնի, ով չմտնի։ Տիկին Բաթոյան, ես կիսում եմ ամբողջությամբ ձեր մտահոգությունները եւ միանում եմ այն խնդիրների բարձրաձայնմանը, որը քիչ առաջ նշեցիք, իսկ հիմա կխոսեմ կոնկրետ խնդրի մասին, որը ցույց է տալիս, թե օրինակ փնթի կառավարումը եւ սուտն ու մանիպուլյացիան ինչ հետևանքներ կարող են ունենալ կոնկրետ բազմահազար քաղաքացիների համար։ Համաշխարհային պրակտիկայում թվայնացումը գաղտնիք չի, որ թեթևացնում է պետական վարչարարությունը, կրճատում է փաստաթղթային պահանջները, դրանց հավաքման ներկայացման վրա կատարվող ծախսը։ Պարզվում է Հայաստանում այս պարզ կանոնը գործում է հակառակ տրամաբանությամբ։ Օրերս առերեսվեցի նման կոնկրետ եւ տարածված մի դրսեւորման։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տոմսային համակարգին, այսքան չարչրկված։ Նախ պարզվում է դպրոցական երեխաների համար 20% արտոնություն ստանալու համար պետք է այդ երեխայի ծննդականի թվայնացում, որը չեն արել, ավելին իրենց այդ պարտականությունը դրել են ծնողների վրա։ Հետևանքը, ուրեմն կետերով, էլեկտրոնային եղանակով չես կարողանում այդ տոմսը ձեռք բերել, արդեն ասեցի ինչ պատճառով։
Ստիպված գնում ես քո բնակության վայրի վարչական շրջան։ Իրենք էլ ընդեղի նստած մասնագետը բնականաբար լիքը գործողություններ անում, հետո քեզ ասում է, որ հնարավոր չի ձեր երեխայի ծննդականը պետք է թվայնացվի։ Ինչ անենք, ասում է գնա ժողովրդի լեզվով ասած ԶԱԳՍ։ Գնում ես, պարզվում է այստեղի աշխատողը, որը քաղաքապետարանի ենթակայության է, իրանց կողմից համակարգվում է, քեզ ցրում է պարզապես, հավես չունի մի քանի րոպե տևողությամբ իր ամիջական գործառույթը կատարի եւ քեզ հորդորում են նորից բռնել թվայնացման այսպես կոչված ճանապարհը, դիմել այս անգամ արդարադատության նախարարության քգակ ծառայություն։ Այստեղ արդեն պիտի սպասես 10 օր, 10 աշխատանքային օր, որ երեխայի ծննդականի թվայնացման մի քանի րոպեանոց աշխատանքը, որը իրենց պարտականությունն է, կատարեն։ Մեկը մեկի վրա է գցում, ասում է մերը չի, մենք օգնում ենք եւ այլն, սրանք այլ հարցեր են, իդեպ ասեմ բոլոր պատասխանատուներին տեղեկացրել եմ մանրամասներով։ Իսկ հիմա ամենակարևորը այս գործընթացում քաղաքացիներին ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա խաբելու, քաղաքացուն գցելու մասին։ Վարչական շրջանի պետպատասխանատուն, որ այնտեղ նստած է, իբրև խնայողական տարբերակ հաշվարկներ բերելով գովազդում է 7200 դրամանոց փաթեթը, որը իբրև թե գործում է 45 օր տևողությամբ։ Սակայն գնում ես այդ փաթեթը, փողը տալիս ես, վճարում ես ի վերջո եւ պարզվում է, որ ոչ թե 45 օր է, այլ այդ փաթեթը գործում է ընդամենը 30 օր։ Հետևաբար ամսեկան 21-22 աշխատանքային օրերին ձեր երեխան այս փաթեթով, որը ձեզ խաբել են, դպրոց գնալու եւ գալու մեկ ուղևորության համար պիտի վճարի 165 դրամ, հնարավոր 150 դրամ մեկանգամյա ուղևորափոխադրման փոխարեն։ Փաստորեն 20% արտոնություն ստանալու համար այդքան ջանք, ժամանակ ծախսելու արդյունքում ձեռք ես բերում մի փաթեթ, որը հիմքում խաբել են քեզ եւ այդ փաթեթով ուղևորափոխադրությունը ոչ թե 20%-ով էժանա, այլ եղածից էլ 10% թանկ։ Սա է իրականությունը եւ հիմա էլ փաստորեն նոր խոստումներ այս անգամ արդեն երկրորդ քաղաքում Գյումրիում։ Շնորհակալություն։ Աննա Մկրտչյան, համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, ավելի նվաստացուցիչ ձևակերպում, քան Հայաստանը գնում է համարձակ զիջումների, հնարավոր չէր պատկերացնել։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպիսի թաքցվի այս ստորացումը։ 7 տարի է, ինչ իշխանազավթները կան, 7 տարի եւ ոչ մի տարի չի անցել առանց զիջման եւ առանց կորստի։ Ասել է թե փոքրիկ ինքնիշխանը հանձնում է, զիջում է ամեն ինչ։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ այդ նոր զիջումների պատրաստվող փաստաթղթին ծանոթանալ էլ պետք չի պատկերացնելու համար, թե ինչ մեծ նոր դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ Ճիշտ է, հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը, բայց հայ ժողովուրդը Նիկոլի բովանդակությունը գիտի։ Հող հանձնող, աթոռից կարճած, դավաճան եւ ամեն անգամ, երբ փորձ է արվում նոր զիջումների փաթեթի ալիքի, դրան նախորդում է, չգիտես ինչի, միշտ հմեկով մի նոր ձևաչափով անցկացված փոդքասթը, որը տպավորություն է, թե յուրահատուկ հայտարարություն, հրապարակային օֆերտա է թուրքերին եւ ադրբեջանցիներին ուղված, թե տեսեք, մենք համատեղ քայլերով արդեն ուր ենք հասել, Հայաստանում հմեկի եթերում ձեր ցանկությունները հանգիստ բարձրաձայնում եմ, կարծում եմ, որ այս անգամ հասցված հարվածը այնքան ուժեղ կլինի, որ Հայաստանը դիմակայել չի կարողանա։ Իրականում հարգելի հայրենակիցներ, սա խաղաղության մասին թուղթ չէ։ Սա Թուրքի համար նախատեսված, ասեք անեմ, արել եմ ու էլի կանեմ բանաձևի շրջանակներում մի թուղթ է։ Ասել են Արցախը տուր, հանձնել է։ Ասել են Արցախը հայաթափի, հայաթափել է։ Ասել են հայի թափված արյունը ուրացի, ուրացել է։ Այս 3 րոպեն իհարկե բավարար չէ զիջումների ողջ սպեկտրը ձեզ թվարկելու համար, բայց գիտեք չէ, որ ուրացել են հայի հազարավոր կյանքեր, զիջել են մի ամբողջ հայկական պետություն, զիջել են Հայաստանից տարածքներ, հիմա շրջափակման մեջ են դնում Հայաստանը դելիմիտացիայի անվան տակ, ուրացել են, զիջել են հայոց անհերքելի պատմությունը ու էլի շատ ու շատ բաներ, սահմանադրությունը, անկախության հռչակագիրը։
Եվ ասում են, որ մեզ այս փուլում երաշխավորներ պետք չեն, դե հա, զիջումների համար երաշխավոր պետք չի, չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ առուծախի համար միջնորդ պետք չի, երբ որ գնորդի հետ արդեն երկար ժամանակ է օպերատիվ կապի մեջ ես։ Բայց իշխանազավթին այս ամեն ինչի մեջ նեղել է միայն հարց չի ինքը զիջում բառի հետ։ Դե միգուցե այո, իրականում ոչ մի բան էլ չի զիջել, իր տեսանկյունից չի զիջել, ինքը ծախել է այս ամենը։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի վարչապետի աթոռը Զավթածը արդեն երկար ժամանակ հրապարակային ցույց է տալիս, որ անցել է թշնամու կողմը եւ գործում է ի վնաս Հայաստանի պետական շահերի։ Տիկին Մկրտչյան, այնուամենայնիվ զերծ պահեք ձեզ վիրավորանքներ հնչեցնելու։ 4 տարի նույն բաները ասում եք, 4 տարի ասում եք, դա լավ չի։ Դե չտայեք իշխանությունը ուրեմն։ Նիկոլ Փաշինյանին, հետո եկա գալիս եք, ստեղ ասում եք իշխանազավթեր։ Եկա քվեարկեցիք, տվեցիք, ասեցիք Նիկոլը ճիշտ էր, մենք սխալ էինք, հիմա էլ ասում եք իշխանազավթեր։ Նախ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության իրական ընդդիմադիր դաշտում չեն գտնվի արկածախնդիրներ, որոնք կհանդգնեն Ալեն Սիմոնյանի իրականության հետ կապ չունեցող ասեղը թելեն, իսկ հիմա բուն բովանդակության մասին։ Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փորձենք դիտարկել հայտնի քաղաքագետ Ռոբերտ Փաթնամի տեսություններից մեկի համատեքստում։ Ինչի մասին է տեսությունը։ Տեսությունը կոչվում է երկմակարդակ խաղերի տեսություն, ու տրամաբանությունը կայանում է հետևյալում, որ ցանկացած միջազգային բանակցություն դա շախմատային խաղ է երկու տախտակի վրա։ Մեկ տախտակը բանակցողները խաղում են իրար հետ, իսկ երկրորդը բանակցողի մեջքի հետևում է, որտեղ ինքը շախմատ են խաղում շահային խմբերի, քաղաքական ուժերի, հասարակության, կրոնական կազմակերպությունների եւ այլն։ Հիմա եկեք վերլուծենք այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ։ Այն փաստաթուղթը, որը իրենք խաղաղության պայմանագիր են անվանում, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքները ազատելու մասին որևէ տառ չկա։ Այսինքն մեր հողում կանգնած ադրբեջանցին մենք իր հետ բանակցում ենք այդ ընթացքում։ Մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք ու նույնիսկ բանակցությունների ընթացքում դրա մասին նշույլ չենք անում, չնայած ինչպես Միրզոյան Արարատը վերջերս խոստովանեց, փորձել են, չի ստացվել։ Դատական հայցերի հետ քաշումը, երրորդ ուժերի տեղակայման արգելքը եւ արցախահայերի իրավունքների պաշտպանությունն էլ վրադիր։ Ինչ է ստացվում արդյունքում։ Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր եւ անհնար առումներով, ու հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ։ Բայց այս ամենին շատ քիչ է մնացել։ Ու կա երկու իրադարձությունների զարգացման տարբերակ։ Կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին։ Կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հաջողության հասնեն։ Շնորհակալություն։ Արտահերթ ելույթով հանդես կգամ ես, նստի։ Ես սկզբին չանդրադառնամ, հուսամ իրական ընդդիմադիրներից մարդ կգտնվի, կպատասխանի, չէ՞ պարոն Մամիջանյանին, թե իրական ընդդիմադիրներից չէ։ Այդ արդեն կտեսնենք իրական Հայաստանի այո իրական ընդդիմադիրներից։ Պարոն Մամիջանյան, լավ եք ասում, բայց այն ինչ որ ասում եք ճիշտ չեք ասում։ Ամենայն հարգանքով։ Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, որը որ դուք բոլորով իրական եւ ոչ իրական ընդդիմություններով ասում եք, որ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց այդ սահմանների ով է առաջ, ով է հետ խնդիրը դրված է այնտեղ եւ այդ խնդրով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Դրա համար պայմանագրի մեջ դա ամրագրված չէ, ինչպես նաեւ ամրագրված չէ օրինակ Ադրբեջանի համար, թե մեր զորքերը եթե ինչ որտեղ մի մետր կամ մի կիլոմետր առաջ են, իրանք հետ քաշվելու են, թե չեն քաշվել։ Այսինքն այդ մեկ անցանք առաջ։ Գերիների հետ կապված։ Հարգելիներս, պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ։ Այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ եւ որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո եւ այդ աշխատանքը շարունակվում է եւ դրա մասին ասվել է
եւ պայմանագրի մեջ դա ամրագրելը չի նշանակում, որ այդ հարցը այն հարցն է, որը որ պետք է այդտեղ ամրագրել։ Դա այդտեղ ամրագրելու հարցը չի եւ այդ աշխատանքը շարունակվում է այդ պայմանագրից դուրս, որովհետեւ պայմանագիրը կարող է եւս 2 տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է ամենայն հավանականությամբ մեր կողմից ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնալ։ Դրա համար այդ հարցը այնտեղ դնել որևիցե առիթ եւ պատճառ կարծում եմ հասկանալի չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ընդհանուր պայմանագրին, ինչի պայմանագիրը չի ներկայացնում, դրա մասին վարչապետը բարձրաձայն ասել է, որ պայմանագիր ունի 2 տեր, 2 կողմ։ Առանց դրա էլ հայկական կողմը արդեն շատ բաներ հրապարակային քննարկել է եւ ասել է։ Եվ կարևոր բան եմ ուզում շեշտեմ, որը որ մեր հայրենակիցների համար հա ասել եմ ու կարծում եմ էլի պետք է ասել։ Պայմանագրի մեջ, համաձայնագրի մեջ չկա որևիցե կետ, որը որ միակողմանի է։ Բոլոր կետերը վերաբերվում են հավասարապես թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե դուք կարող եք ասել, որ դա Հայաստանի համար ինչ-որ կապիտուլյացիա է, դա նշանակում է, որ դա Ադրբեջանի համար նույնպես կապիտուլյացիա է, որովհետև հավասարազոր։ Այսօր պարոն Մամիջանյանը մի հատ օրինակ էր բերում ծխելու եւ չծխելու մասով, պարոն Մամիջանյան, այդ օրինակն էլ տեղին չի, որովհետև օրինակ Հայաստանը չի պատրաստվում եւ չի սպառնում Ադրբեջանի վրա հարձակվել։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է, ասում է, խոսում է, սպառնում է դրա մասին եւ այո, այդ պետք է ամրագրել եւ դա ամրագրված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթղթով արձանագրել են, որ իրանք իրար վրա չեն հարձակվելու եւ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը։ Ես չգիտեմ, ել ինչ պետք է լինի այդ պայմանագրի մեջ, որը որ չկա, հուսամ, որ այդ պայմանագիրը կհրապարակվի ճիշտ պատեհ ժամանակին եւ այն ժամանակ արդեն լուրջ քաղաքական գործիչները նոր հիմնավոր կարծիքներ կկարողանան հայտնել դրա մասին։ Միջև թղթին ծանոթանալը յուրաքանչյուր հայտնված կարծիք որակում եմ որպես անլուրջ կարծիք, որովհետեւ դա օդում ասված կարծիք է։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, երեխաներին է կխնդրեմ իրականում սպասել դպրոցական, որտեղ կարևոր բան ունեմ ասելու։ Քիչ առաջ այստեղից ելույթ էին ունենում ընդդիմադիր падգամավորներ, սիրելի դպրոցական երեխաներ։ Նրանց մի մասը առնվազն պատիվ ունեմ խմբակցության հետ կապված կա քրեական գործ, որ նրանց շտաբի պետը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել։ Օրինակ ձեր ծնողների ընկերներին, հարազատներին տարել են գումար են տվել, ասել են ընտրեք մեզ։ Դա անում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն նպատակ թալանել ձեր երկիրը։ Ձեր դպրոցների կառուցելու փոխարեն հարստացնել իրանց գրպանները։ Մի աղջիկ կար խոսում էր այստեղից բավականին գեղեցկադեմ падգամավորուհի խոսում էր հայրենասիրության մասին, այդ աղջկա հայրն էլ իր ժամանակին էր խոսում հայրենասիրության մասին, գյուղապետ էր, հիմա դատվում է կոռուպցիայի գործով, որտեղ թալանել է իր գյուղը։ Ես ուզում եմ դուք ճիշտ պատկերացում ունենաք հայրենասիրության մասին, որտեղ մի ուրիշ падգամավոր էլ Հայկ Մամիջանյանը էլի խոսում էր իշխանությունը հայրենասերների մասին, վերջին անգամ պարոն Մամիջանյանը հայրենասեր բառը օգտագործել է Լեռնային Ղարաբաղում Սամվել Շահրամանյանի ու նրա խմբակի իշխանության գալու ժամանակ։ Դա այն խմբակն է, որոնք որ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարումը։ Հիմա նույնը ցանկանում է անել Հայաստանում։ Ու եթե այս ընդդիմադիր ուժերի ցանկացածը իրագործվի, մեր դրոշը, մեր գեղեցիկ եռագույնը Հայաստանի Հանրապետությունում պիտի փոխվի։ Սրա փոխարեն կլինի ուրիշ եռագույն սպիտակ երիզով վերևում։ Ու դուք, ձեր եղբայրները, ձեր հարազատները պիտի ինչ-որ մի պահի գնան ու սկսեն Դոնբասում պատերազմել ուրիշ երկրի շահերի համար։ Հավատացնում եմ ձեզ, իրական հայրենասիրությունը Հայաստանի Հանրապետությունը ամրացնելն է, Հայաստանի Հանրապետությունը ամուր պահելն է ու Հայաստանի Հանրապետության դրոշի համար ամեն ինչի պատրաստ լինելն է։ Սա է հայրենասիրությունը։ Ու մի ուրիշ բան էլ ես մի քանի օրը Գյումրիում եմ։ Գիտեք, Գյումրիում էլ կան ձերպես երեխաներ։ Ձերպես սիրուն, ձերպես խելացի վստահ եմ, ձերպես ժիր, մեկի պես մի քիչ ավելի պասիվ։ Բայց գիտեք ինչ պայմաններում են այդ երեխեքը։ Դուք Երևանում օրինակ գրունտային փողոց հասկացողությունը չգիտեք որն է։ Երևանում չի լինում այդպես բան, որ դուք ուղակի ինչ որ մի փողոց տեսնեք, որը որ հողային է, գրունտային է։
Գյումրիում երեխեքը ապրում են հողային փողոցներում։ Ինչի՞։ Որովհետև այս մարդիկ, ովքեր հիմա խոսում են այստեղ հայրենասիրությունից, ժամանակին թալանել են Գյումրի, որտեղ իրանք հարստացել են։ Մեկի հերը չգիտեմ ինչ ունի, այն մեկը գնում էր Մոնտե Կարլոյում կազինոներում էր խաղում, այն մեկը Տանզանիայում բուկմեկերական ընկերություններ բացում։ Ինչի հաշվին։ Ձեր պես երեխեքի հաշվին, ձեր ապագայի հաշվին։ Ու Գյումրիում ու ամբողջ Հայաստանում, երբ որ մենք ասում ենք ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քվյաթերթիկ համար 1, մենք ասում ենք դա մի բանի համար, ձեր ապագայի համար, ձեր գյումրեցի հասակակիցների համար։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, արդեն հայտարարվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնացրել են խաղաղության համաձայնագրի տեքստը եւ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը եւ այդ պահից սկսած Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մասնավորապես կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի եւ խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման դեմ։ Եվ ինչու է այսպես ի վերջո։ Ինչու է ընդդիմությունը այսքան կատաղի պայքարում խաղաղության օրակարգի եւ խաղաղության հեռանկարի դեմ։ Բանն այն է, որ ընդդիմության երկարամյա գաղափարաբանությունը կառուցված է եղել պատերազմի գաղափարախոսության վրա։ Հայաստանյան ընդդիմությունը, հարգելի գործընկերներ իշխանության եւ ընդդիմության, խնդրում եմ ավարտեք ձեր սրտառուչ խոսակցությունը, ես դա ողջունում եմ, բայց թույլ տվեք ելույթները շարունակվեն, հետո դուք շարունակեք։ Պարոն Դանելյան, կարող եք նստել մեր օթյակում, համեցեք։ Մենք ողջունում ենք ձեր գալուստը մեր օթյակ, բայց խնդրում եմ թույլ տվեք ավարտել։ Հուսամ ժամանակս կպահպանվի, սիրելի պարոն Արշակյան։ Հարգելի գործընկերներ, ընդդիմությունը իշխանություն եղած ժամանակ Հայաստանում ստեղծել է պատերազմի գաղափարախոսություն եւ պատերազմի արդյունաբերություն։ Եվ ըստ էության պատերազմի գաղափարախոսության այսպես հոսքագծի վրա ընդդիմությունը մեր հասարակությանը, մեր հանրությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի այդ դեմոկլյան սուրը։ Եվ դա արդյունահանել է ինքը այդ վախը։ Այդ պատերազմի գաղափարախոսությունը մեկ այլ կարևորագույն սյունի հետ եղել է այդ իշխանության, ուրեմն երկու սյուն են եղել այդ իշխանության պահպանության համար։ Մեկը պատերազմի արդյունաբերությունն է եղել, մյուսը գողապետությունը։ Որովհետև ինչ էր պետք ասել մարդկանց, պետք էր ասել, որ դուք պիտի հանդուրժեք ամեն ինչ, որ թե չէ հանկարծ կլինի պատերազմ։ Եվ այդ վախի վրա պետք էր շարունակել սեփական իշխանության վերարտադրությունը։ Ու հիմա ինչ է տեղի ունեցել։ Այն ընդդիմությունը, որը հասկանում է, որ Հայաստանը շանս ունի խաղաղության, հասկանում է, որ դրանով վերջնականապես ջախջախվելու է սեփական գոյության գաղափարաբանությունը, որ ջախջախվելու է գողապետության եւ պատերազմի գաղափարախոսության վրա կառուցված Հայաստանի հայ ժողովրդի տասնամյակներով հարստահարումը եւ տասնամյակներով կառափնարան տանելու քաղաքականությունը։ Եվ ընդ որում, այս հայեցակարգը շատ հմտորեն տեղափոխվել է նաև թիմ ընտրությունների համատեքստ։ Մենք այսօր տեսնում ենք, որ Գյումրիում որոշ ուժեր, որոնք որ հանդիսանում են գողապետության կարկառուն ներկայացուցիչները, ձեռքի տված այն ուժերի հետ, որոնք այսօր մարտնչում են խաղաղության հնարավորության եւ խաղաղության օրակարգի դեմ, փորձում են Գյումրին դարձնել որպես ցածկահարթակ Հայաստանում խաղաղության օրակարգը տորպեդահարելու, Հայաստանը վերջնականապես եւ մշտապես պատերազմի արդյունաբերության ճիրաններում պահելու համար։ Եվ ես ուզում եմ, որ նաեւ մեր գյումրեցի, մեր փարաքյարցի, սիրելի հայրենակիցները շատ լավ հասկանան, որ այս ընտրությունները միայն բակի, փողոցի, կոմունալ տնտեսության քաղաքային ընտրություններ չեն։ Այսօր նաև այս ամբիոնից հնչեցին ելույթներ այդ մասին։ Հնչեցին ելույթներ խաղաղության օրակարգի դեմ եւ հնչեցին ելույթներ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի դեմ։ Այն մարդիկ, ովքեր որ արդեն քանի տարի ցանկանում են Հայաստանում զավթել իշխանությունը, պարալիզացնել հնարավոր խաղաղությունը, հայ ժողովրդի Հայաստանի պետության ինքնիշխանությունը կրկին դնել կառափնարան, ահա այդ ուժերը այսօր հնարավորություն են փնտրում այդ բանն անելու Գյումրու ընտրություններով։
Ես խնդրում եմ, որ մեր սիրելի հայրենակիցները գյումրեցի, ովքեր որ պիտի գնան ընտրատեղամաս, հասկանան, որ իրենց քվեարկությամբ իրենք լուծելու են ոչ միայն քաղաքային խնդիրներ, իրենց քվեարկությամբ իրենք պաշտպանելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության պետականությունը, Հայաստանի ազատությունը եւ իրենք քվեարկում են շատ ավելի մեծ գաղափարի համար, քան թե պարզապես քաղաքային իշխանությունն ու քաղաքային տնտեսությունն է, եւ ես հավատում եմ մեր գյումրեցի եղբայրների եւ քույրերի եւ մեր փարաքերցի եղբայրների եւ քույրերի շրջահայացությանը, պետականա մետությանը եւ ճիշտ ընտրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք եւ լսում ենք նաեւ միջազգային հանրության հստակ, ուրեմն, աջակցությունը այս իմաստով, կոչերը շուտապույտ ստորագրման քննարկումները սկսելու վերաբերյալ եւ ինչպես նաեւ լսում ենք այդ կոչերին զուգահեռ միջազգային հանրության կոչերը Ադրբեջանին գերեվարված անձանց ազատ արձակելու վերաբերյալ։ Բայց ոնց որ թե ընդդիմությունը չի տեսնում այս հայտարարությունները, չի լսում այս հայտարարությունները, այսինքն ես չեմ հասկանում ընդդիմությունը առասարակ ինչ տարածության եւ ժամանակի մեջ է ապրում այս իմաստով։ Եվ ուրեմն որքան խաղաղ, որքան ժողովրդավար, որքան հզոր լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան այսօրվա ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում որևէ տեղ եւ դերակատարում չի կարող ունենալ, պարզապես չի կարող ունենալ։ Եվ որքան մենք ավելի եւ ավելի ենք մոտենում, ուրեմն խաղաղ, ժողովրդավար, հզոր Հայաստանի Հանրապետությանը, այնքան ավելի ու ավելի է լարվում Քոչարյանի եւ Սերժի խմբակը։ Չնայած հիմա իրանք իրար հետ են լարված, բայց դա չմտնենք հիմա իրանց կռվի մեջ ըստ էության։ Եվ այս լարումը արտահայտվում է այսօր տիմ ընտրություններում։ Մենք տեսնում ենք, այս խոսույթը տեղափոխվել է ըստ էության խաղաղության դեմ պայքարում են ոչ միայն այստեղ այս դահլիճում Քոչարյանի եւ Սերժի ներկայացուցիչները, այլև պայքարում են նրանց ներկայացուցիչները տիմ, ուրեմն ընտրությունների ընթացքում Գյումրիում եւ Փարաքարում։ Գյումրիում եւ Փարաքարում, որովհետեւ չեն ուզում ուրեմն վերջնականապես փակվի իրենց գուբերնատոր դառնալու ուրեմն շանսը Հայաստանի Հանրապետությունում։ Պայքարում են սահմանազատման դեմ, հիշում ենք ինչ են խոսում, եկեղեցին մնաց, չգիտեմ, էս եղավ, այն եղավ, հիշում ենք մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, որ խառը ասենց վազվզում էր ստեղից ընդեղ եւ ինչ ասես չէր խոսում, հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականության հետ կապ չունի։ Հիմա գնացել են Գյումրիում են եւ Փարաքարում են փորձում նման ուրեմն կեղծ տեղեկություններ տարածել, տագնապներ տարածել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետաքրքրականն այն է, որ փորձել են, այսպես ասած, բան անել, էլի, նոր ձևաչափով մասնակցել ընտրություններին, իրենց դեմքերով չեն մասնակցում, իրենք չկան, չեն երևում, եւ sense բեղ մորուք պահած ինչ-որ մարդկանց են բերել նետել դաշտ, այսպես ժողովուրդը այդ մարդկանց դռնից հանում է, սրանք լուսամուտից են գալի, լուսամուտից հանում ես ծխնելուզից են գալի, ծխնելուզից հանում ես պատվալներից են գալիս, հիմա մնացել են, այո, վերջնական փուլը պատվալներից, այո, դուրս են եկել եւ փորձում են ուրեմն իրենց վերջին ուժերը դաշտ նետել։ Եվ այո, մենք տեսնում ենք Քոչարյանի մի տեխնացու Վարդանիկի դեմքով, Միշիկի ինկեր, ինչ որ Ռուբեն Մխիթարյանի դեմքով, Սերժի տեխնացու Մարտունի դեմքով, որ նայում ես նաեւ հարկ է նաեւ տեղեկացնել սիրելի մեր գյումրեցիներին օրինակ, որ Մարտունի ցուցակում, Մարտուն Գրիգորյանի ցուցակում հանրապետական կուսակցության, ուրեմն շրջանային կառույցի անդամներն են Գյումրու, այսինքն ինչ են արել, այս մարդիկ հանրապետականներին տարել են, դրել են մի հատ ուրիշ մարդու տակ, այսպես ասած, թե իբր մենք չենք, չէ, սիրելի գյումրեցիներ, սիրելի փարաքարցիներ, ընդդիմության դեմքերով ներկայացող տեխնացուները ըստ էության փորձ են անում վերարտադրել Սերժի եւ Քոչարյանի ուրեմն ուժերին, ինչը ըստ էության ես վստահ եմ, որ դուք թույլ չեք տալու։ Եվ վերջին դիտարկումը ուղղակի անեմ, անընդհատ ինձ շատ է զայրացնում այն հանգամանքը, որ ընդդիմությունը գալիս է եւ անընդհատ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, մեր հայրենակիցների մասին խոսելիս, մեր զոհերի մասին խոսելիս թիվը ուռճացնում է մեր զոհերի։ Ես չեմ հասկանում, ասենք դες հաճույք է պատճառում 44-օրյա պատերազմում մեր զոհված հայրենակիցների թիվը մեծացնել։ Ասենք ուղղակի սա ուղեղում չի տեղավորվում։ 44-օրյա պատերազմի ընթացքում քննչական կոմիտեի վերջին տվյալներով զոհվել է 3822 մեր հայրենակից, իսկ մինչ օրս պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը վերադարձել 150 գերեվարված անձ։ Դուք ընդհանրապես այս գերիների վերադարձի գործընթացի հետ ինչ կապ ունեք, բացի նրանից, որ ամեն ինչ անում եք, որ խանգարեք այդ գործընթացը։ Շնորհակալություն։
Անուշ Կլոյան, վերջին ելույթի համար համեցի։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Գոհունակությամբ հայտնում ենք, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից շնորհավորանք կամ ողջունի խոսքեր ենք լսում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա լրջագույն քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու ուղղությամբ։ Բայց խորհրդանական քաղաքական ուժերը ու նրանց շուրջ պտտվող արբանյակները խաղաղության համաձայնագիրը սևացնում են, դարձնում են ոչինչ չասող մի թղթի կտոր։ Այստեղից հարց է առաջանում. իսկ ինչու են այդ քաղաքական ուժերը ու անհատները այդպես արժեզրկում այս շատ կարևոր փաստաթուղթը։ Շատ պարզ է, որպիսի մարդիկ չվստահեն, կասկածանքով, զայրույթով, վախով, թերահավատությամբ մոտենան ընդհանրապես խաղաղությանը։ Կայունությունը, որի հաստատումից հետո Հայաստանը քաղելու է մի շարք օգուտներ, տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, որը մեր երկրին բերելու է հզորացում, բարեկեցություն, մեծ հնարավորություններ արարելու, ստեղծելու եւ պարզապես երջանիկ ապրելու։ Այդ ուժերին պետք չէ այս ամենը, որովհետև այդպիսի պայմաններում իրենք ասելիք չունեն մեր ժողովրդին։ Իրենց ասելիքը մեկն է՝ թուրք, դավաճան, հողատու, հանձնեցին, տվեցին եւ ուռա հայրենասիրական ճառերով հանդես գալ, ճորում ճորթուն խոսելով, ոսկեպարով Արցախ են գնալու, Բաքվում թե ենք խմելու, բայց միևնույն ժամանակ թալանում էին երկիրը, թալանում էին բանակը, փոխարենը ինչ էին անում, իրենց դղյակներն էին կառուցում։ Այդ քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետության շահերից բխող ոչ մի առաջարկ կամ լուծումներ չունեն։ Դրա համար էլ նրանք կարող են միմիայն գոյատևել հարատև կոնֆլիկտի, սպառնալիքների, պատերազմի պայմաններում։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը հասկանալով մենք պետք է ավելի ամուր լինենք միասնական, ուժեղ, համբերատար, ջատակովենք խաղաղությունը, առանց մղենք միմիայն խաղաղության օրակարգը եւ հաստատուն քայլերով գնանք այդ ուղղությամբ, հասնենք վերջնական խաղաղության, որը բխում է մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերից։ Կեցցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։